Այսօր հավես օր է։ Մենք միշտ փառաբանությունը սկսելուց ասում ենք, սենց նայում ենք իրար, մի քանի հոգով սկսում ենք, հետո կամաց գալիս են։ Ոնց որ մեր եկեղեցի փառաբանության ձենի վրա եք, հա գալի, ոնց որ մինչև փառաբանությունը չի սկսում, չեք գալիս։ Նայում եմ Կրասնոդարից, աշխարհի այսօր ավելի շատ հեռուներից են մարդիկ եկե, քան թե մոտիկներից։ Կրասնոդար, Ամերիկա, Վլադիմիր, Վեդի, Արարատ, Էջմիածին ու համարյա Երևանից մարդ չկա, մի քանի հոգի, չէ՞։ Փառք Տիրոջը։ Այսօր եկել եք խոսք տանեք ձեր հետ։ Հա։ Երեք աղոթում էի, Աստված մի խոսք տվեց։ Գիտեք, միշտ այս վերջերս զարմանում եմ Աստծո վրա ու միշտ ասում եմ, Աստված մի խոսք ունի, մի խոսք, որը որ հարյուրավոր մարդկանց հարցերի լուծումն է։ Ինքը մի խոսք ունի, մի նախադասություն, որը որ կարա ձեր բոլորի տարբեր հարցերին լուծում լինի։ Այսօր իմ խոսքը վերնագրել եմ այսպես. այս անգամ քննությունդ կանցնես։ Այս անգամ, եթե ամբողջ կյանքիդ մեջ այդ նույն քննության վրա տառապել ես, եթե ամբողջ կյանքիդ մեջ այդ սարի կողքը 40 տարի պտտվել ես, այսօրվա իմ ուղերձը այսպիսին է, այսօր այս անգամ քննությունդ կանցնես։ Դրա համար ուզում եմ դու ամենայն ուշադրությամբ լսես ինչի մասին է խոսքը ու ամենայն ուշադրությամբ լսես այն 3 լուծումները, որը որ Աստված ունի քո համար։ Ամեն։ Շատ լավ։ Գիտեք, Իսրայելը ինքը 40 տարի պտտվում էր։ 40 օրվա ճանապարհը ինքը անցավ 40 տարի։ 40 օրվա ճանապարհը, որը որ կարար անցներ բավականին գրագետ, բավականին գեղեցիկ, իր համար տևեց 40 տարի մինչև այն սերունդը, որը որ բացի վատից ոչինչ չէր տեսնում, չմնաց անապատում։ Այսօր ես ուզում եմ քո մեջ, քո ներսում մի հատ սերունդ կա, որը որ միգուցե հետդ բերել ես քո անցյալից, քո մանկությունից, միգուցե հետդ բերել ես քո անցյալի խնդիրներից, վերքերից, պրոբլեմներից, ես այսօր ուզում եմ, որ քո ներսի այդ սերունդը այսօր այստեղ մահանա։ Ես հավատում եմ, որ Աստված խոսք ունի քո համար, որը որ կսպանի այդ սերունդին քո ներսի, այդ մտածելակերպին։ Ու եթե դու տարիներ շարունակ կա քննություն, որ չես անցնում, այսօր ես տալու եմ 3 լուծում ու դու անցնելու ես այդ քննությունը։ Ամեն։ Այսօր խնդրում եմ, ուղղակի երբ որ այս խոսքը կխոսեմ, ոչ թե նայի կողքինի դիպր թե քո մասին է, я тут ни при чем, ես գիտեի, որ այսօրվա խոսքը քո մասին է։ Ոչ թե սենց ուխոդ արա այս խոսքից, այլ փորձի լսել ինչ ունի Աստված քո համար, որտեվ ես խոսելու եմ եւ խնդիրներից, հետո խոսելու եմ լուծումներից։ Ամբողջ հարցը, որ Իսրայելը մնաց անապատում, ամբողջ հարցը կայում էր նրանում, որ Իսրայելը միայն տեսնում էր նեգատիվը։ Իսրայելի ժողովուրդը բացառությամբ մի քանի հոգու իրանք տեսնում էին ամբողջ կատարվածի մեջ միայն նեգատիվը։ Իրանք չտեսան Կարմիր ծովի բացվելը, իրանք չհիշեցին այդ ամբողջ այդ կառքերի խորտակվելը, իրանք չհիշեցին 7 պատուհասները, իրանք չհիշեցին երկնքի մանանան ամեն օր, ժայռից ջուր գալը, 10 պատվիրանները, Աստծո ձայնը, երբ որ իրանք հիշում են, երբ որ իրանք նայում են հետ, իրանք հիշում են միայն սոխն ու սխտորը, իրանք հիշում են այն ամենը, ինչ որ նեգատիվ է։
Թվոց 13:31 Մովսեսը ուղարկում է 12 լրտեսների, որպիսի լրտեսեն Քանանի երկիրը, որտեղ որ պիտի մտներ Իսրայելը 12 իշխան, ամենցեղի առաջնորդ 10 հոգի, որոնց անունները չեմ հիշում, դուք կարող եք բացել կարդալ, Թվոց 13-րդ գլխում կարծում եմ դրանք ձեզ մեծ բան չեն էլ տա, ու 2 իշխան, որոնց անունները հիշում եմ, մեկի անունը Քաղեբ էր, մեկի անունը Հեսու էր։ Ու բոլորը գնում են ու նույն երկիրն են տեսնում։ Բոլորը գնում են լրտեսելու նույն տեղը, մեկը ուրիշ կողմ չի գնում, մյուսը ուրիշ կողմ։ Բոլոր 12-ը գնում են Քանանի երկիրը, լեռնային մասը, որտեղ որ բնակվում են հեբուսացիները, քանանացիները, իշխում են ամորացիների դաշտավայրերը, գետի բոլորը տեսնում են նույն բանը, բոլորը նայում են նույն բանին։ Ու 12-ը հետ են գալիս ու ամեն մեկը իրանք տեսել են նույն բանը, բայց ամեն մեկը այն ինչ որ տեսել է վերարտադրում է ըստ նրա, ըստ այն մտածելակերպի, ինչը որ ինքը ունի։ Քաղեբը Մովսեսի շուրջը հավաքված ժողովրդին լռեցրեց եւ ասեց. Վեր ելնենք եւ տիրենք այդ երկիրը, որովհետեւ մենք վստահաբար կարող ենք տիրել դրան։ Բայց նրա հետ գնացող մարդիկ ասեցին, մենք չենք կարող այդ ժողովրդին դեմ դուրս գալ, որովհետեւ նրանք մեզանից ավելի ուժեղ են։ Ու վերջ։ 2 հոգի ասեցին մենք կարանք։ 10 հոգի ասեցին մենք չենք կարա։ 10 հոգին ճիշտ էին, դուք ասես ճիշտ են 2-ը, ոչ, բոլորն էլ ճիշտ են, այն 10-ը, որ ասեցին մենք չենք կարա, իրանք իրականում չկարացան, մահացած մնացին Քանանի երկրում իրանց սերունդի հետ, իսկ այն 2-ը, որ ասեցին մենք կարանք, իրանք իրականում կարացան, ու իրանք այդ 2-ն են, որ այն հին սերունդից կենդանի մնացեն։ Կախված նրանից, թե դու ինչպես ես մտածում, թե դու ինչպես ես նայում քո խնդիրներին, դու այդ խնդիրները կանցնես կամ կմնաս այդ խնդիրների տակ։ Կախված նրանից դու այդ խնդիրի մեջ զոհ ես, թե հաղթող ես, դու կամ կանցնես այդ խնդիրը, կամ կմնաս այդ խնդրի ներքո։ Միայն կյանքից դժգոհ լինելը բավական չի, որ կյանքդ փոխվի։ Նորից, միայն կյանքիցդ դժգոհ լինելը բավական չի սիրելիս, որ կյանքդ փոխվի, որպեսզի կյանքդ փոխվի, պիտի նոր քայլեր անես, ինչը որ չէիր անում։ Եթե ամեն անգամ դու ես քննությունը չես հանձնել, եկել է իրավիճակ, որտեղ որ դժգոհել ես, որտեղ որ տրտնջացել ես, բայց ոչինչ չես արել, միայն դժգոհությունը բավական չի, որ կյանքդ փոխվի։ Միայն այն, որ համաձայն չես, այն իրավիճակի հետ, ինչի միջով անցնում ես, բավական չի, որ կյանքդ փոխվի։ Մեր հավատացյալներից խնդիրը գիտեք ինչում նա կայանում։ Մենք դժգոհում ենք, մենք համաձայն չենք այս իրավիճակի հետ, ու մենք մտածում ենք, հեսա ամեն ինչ կփոխվի։ Ո՞վ է ասել։ Առաջի բան, Իսրայելը 40 տարի, ամեն տարի իր քննությունը չհանձնեց, որովհետև նայում էր նեգատիվին ու ինքը չէր տեսնում դրականը։ Առաջի խնդիրը, որ դու ամեն անգամ հայտնվում ես նույն տաշտակի մոտ, որ դու ամեն անգամ սպասում ես, որ ինչ որ բան էսպես կլինի, բայց դա հակառակն է լինում, որ ամեն անգամ ուժեղ հաղթանակից հետո գալիս է մի հատ ավելի ուժեղ հարված, որ ամեն անգամ, երբ որ ինչ որ ճեղքում պիտի գա քո կյանքում, ինչ որ մի բան է կատարվում, որ քեզ հետ է պահում ծառայելուց, որ ամեն անգամ, երբ որ պիտի կենտրոնանաս արքայության գործը անելու վրա, ասում ես վերջ, ես ծառայելու եմ Աստծուն, չնայած ամեն ինչի, հաջորդ օրը մի հատ նենց բան է լինում, որ չոքերդ սկսում է դողալ, ասում ես լավ,
այս ամիս էլ չեմ ծառայի, գնամ այս հարցը լուծեմ։ Ես որոշում եմ, որ կծառայեմ Աստծուն, մեկ էլ հոպ մի հատ աղջիկ է հայտնվում կողքս, սաղ ուշադրությունս գնաց են կողմ։ Ես որոշում եմ, որ կծառայեմ Աստծուն, մեկ էլ հոպ գործից անում են։ Ու ամեն անգամ գալիս ես այդ քննության առաջ, ու ամեն անգամ այդ քննությունը չես հանձնում։ Պատճառը այն է, որ երբ որ նայում ես քո կյանքին, դրականի փոխարեն տեսնում ես բացականը։ Մենք միայն պատճառները չենք նայելու։ Փառք Հիսուսին, որ մենք միայն պատճառները չենք նայում, մենք լուծումներն էլ ենք նայելու, ամեն, հալելույա, դու ուրախ չես, ուզում ես մենակ պատճառները ասեմ, գնաք տուն տենց տանջվեք, մենք գնայինք միայն պատճառները, գնացեք տուն, չէ, սա լուծումներն էլ ենք նայելու։ Երիտասարդների հետ հավաքույթ ունենք հինգշաբթի ու ասված մի հետաքրքիր խոսք էր, տվե ճիշտն ասած մի քիչ տարօրինակ խոսք, երբ որ ինքը խոսած այդ խոսքի միջոցով ես նստած ասում եի, հա, 1000 անգամ կարդացել եմ, ես ո՞նց էսի չեմ տեսել։ Ես այսօր ուզում եմ կարճ էդ ասեմ, մեկ սիրելիներս, երկրորդ խնդիրը, որ մենք չենք հանձնում մեր քննությունը, սա է սա, մենք սպասում ենք, որ Աստված հենց այս ձևի է լուծելու այդ հարցը։ Մենք ձև ունենք, ես եկել եմ սպասումով, հեսա հովիվը պիտի աղոթի յուղովոցի ու ասի, մատը սենց գիտեք, այս համայն հայոց մատը, այսպես ասում Աստված, քո հարցերը լուծված են, բայց դες չի լինում, այս հովիվը յուղ չի սիրում, ինքն էլ տենց է, ինքը առանց յուղի է աղոթում, ու եթե յուղով չեղավ, վերջ, վսյո, մենք սպասում ենք, որ հեսա կգա Ամերիկայից, չգիտեմ, Յոնգիչոն, լավ, նենց մարդ ասենք, որ երկնքում է, երևի հիմի ձեռքով անում ասում է, էլի ինձնից եք խոսում, ու Ամերիկայից չի, Կորեայից է, ու կաղոթի իմ հիվանդության համար ու ես կբժշկվեմ, Աստված դες չի նախատեսել, Աստված նախատեսել է, որ այն լուսամուտի մոտ, իրա համար նստած, սրբուհին, ձեռքը գլխին դրած, ուղղակի իրա կողքով կանցնիկ, ասի Աստված բժշկում է այսօր քեզ։ Ես տենց չի սպասում, որ ու ինքը չունի այդ հավատքը, որ վերցնի պարզ բժշկություն նրանից, ով ապրում է իրա կողքը։ Հասկանում եք խնդիրը ինչումն է կայանում։ Երկրորդ բանը, որ մենք միշտ չենք հանձնում մեր քննությունը ու մնում ենք այս տաշտակի մոտ, էսա, մենք ձև ունենք, որ Աստված այսպես հաստատ պիտի անի, իսկ կներեք, Աստված չի պատրաստվում այդպես անի։ Տենց է թե չէ, որովհետև ինքն է Աստված, ոչ թե դու։ Կներեք ինձ, բայց երբեմն այդպես է։ Ու երբ որ Պետրոսն ու Հովհաննեսը տեսնում են կաղին, նայում է իրանց, որպեսզի ինչ-որ բան ստանա, ասում են ոսկի ու արծաթ չունենք, բայց ինչ-որ ունենք, այդ կտանք ես, Տեր Հիսուս Քրիստոսի անունով վեր կաց ու քայլի, ու կաղը չի վեր կենում ու քայլում, բայց Հիսուսի անունն են իրանք տալի, Հիսուսի անունը Այնքան վտանգավոր էր փարիսեցիների համար, որ կանչում են, ասում են էլ Հիսուսի անունը չտակ։ Երբ է քայլում կաղը, երբ որ Պետրոսը կռանում է, բռնում է կաղի ձեռքից ու վերև է բարձրացնում։ Միգուցե կաղը սպասում էր, որ Պետրոսը կկպնի իր ոտքին, որտև խնդիրը իր ոտքի մեջ էր։ Երբեմն դու սպասում ես, որ Աստված եկել է, որ կպնի քո խնդրին, որ բարձրացնի քո խնդիրը, բայց Աստված տենց չի անում։ Որպեսզի ինքը բժշկի քո կաղվոտքը, ինքը կռանում է բռնելու քո մարմնի այն անդամից, ինչը առողջ է։ Տեր կպիր իմ վնասված բնավորությանը, ես չեմ պատրաստվում։ Ես այսօր ուզում եմ կպնեմ քո առողջ
Աստված ճանաչողությանը։ Տեր լուծումը ստեղ է։ Ով կգա ինձ մասաժանի, որպեսզի ես հանգստանամ։ Ես չեմ պատրաստվում։ Ունես Աստծո հետ փոխհարաբերություն, այո։ Ես այսօր կպնելու եմ ու քեզ բարձրացնելու եմ տեղից։ Կաղը մտածում է մի վարքան, իմ ոտքերն է կաղ, ինչի է Պետրոսը իմ ձեռքը բռնում։ Պետրոսն էր զարմացած։ Բայց եկեք տեսեք, որ հիվանդությունը բժշկվում է, երբ որ Պետրոսը կպնում է այն տեղին, որ առողջ է։ Կա քո կյանքում մի ոլորտ, որ առողջ է։ Գոնե մի ոլորտ, ձեռքդ բարձրացրու, խնդրում եմ, եթե կա։ Եթե ձեռքդ չբարձրացնես, ինչ-որ տարօրինակ, կա Աստծո երկյուղ, որ առողջ է։ Կա Աստծո հետ փոխհարաբերություն, որ առողջ է։ Որպեսզի Աստված կպնի քո բնավորության տզիկ գծին ու բժշկություն բերի, ինքը ոչ թե կպնելու է հենց դրան, այլ ինքը օգտագործելու է քո առողջ ոլորտը, որպեսզի քեզ բարձրացնի իր հետ փոխհարաբերության մեջ։ Ֆերդինանդ, յուհու։ Դուք ստեղեք թե չէ, որ ասում է Վարդանին բալանսնա չեք հավատում։ Մտածում եք, այս շատ կարևոր է։ Եվ որ դու կանգնած ես, ասում ես, իմ այս կողմը վնասված է, իսկ Աստված դաժե չի էլ լսում։ Ինքը քեզ ավելի լավ գիտի, քան թե դու։ Դա այնքան նման է Ասորի Նեեմանին, որ ասում է չհասկացանք, Ասորեստանում տենց գնիվ են, բան է, այնքան գետեր կա, պետք է մտնեմ այդ կեղտոտ Հորդանանը, Հորդանանը շատ կեղտոտ գետ է։ Ցեխոտ ու բորոտը որպեսի մտնի Հորդանանը, օյոյո, ինքը կարան դեղից չհելնի, արդեն բորոտությունը ինքը բաց վերքեր է, որը որ չի լավանում։ Ու բորոտը որպեսի մտնի, դու գիտեք ինչի էր Ասորի Նեեմանը պայքարում։ Ինքը որ մտավ այդ ցեխի մեջ ելավ, ինքը արյան վարակում է ստանալու մեռնի։ Ու ինքը ուներ երկու ընտրություն, կամ լսի Աստծո մարդուն ապրի, կամ որ մեռավ։ Կամ հավատք, կամ անհավատություն, կամ մահ, կամ կյանք։ Ես կարծում եմ այսօր մենք էլ ունենք այդ երկու ընտրությունը։ Այսօր դու որ եկել ես, Աստված էլ է եկել։ Ու Աստված եկել է այստեղ, որպեսզի բերի լուծում այն հարցերին, որը որ տարիներ շարունակ չի լուծվել։ Ու ես այսօր նորից ուզում եմ հիշեցնեմ, այս անգամ քննությունդ անցնելու ես։ Ու ով չի կարում ասի ամեն, մուսալյանը ասես գոնե թո գլխով անե։ Գիտեք, մենք մեկ գալիս ենք այսքան, սենց պոլնի գալիս ենք եկեղեցի, այ սենց։ Էսի ինչքան է, ով գիտի, 300 միլիլիտր է, չէ երևի։ 300 միլիլիտր։ Մենք եկել ենք, որպեսզի 300 միլիլիտր Աստծո ներկայություն տանենք։ 300 միլիլիտր Աստծո խոսք տանենք։ Բայց մեկ էլ հոպ ում երեխեքն են կիրակի օրը սաղ, օրինակ իմ սեմը երեք իմ պլանշետը ջարդել է, երջանիկ դեմքով իմ պլանշետը ջարդել է։ Այն պլանշետը, որ ես պիտի պատրաստվեի ծառայության, ասում եմ հենց շաբաթ, ու տենց ինքը չէր հասկանում ինչքան վնաս է տվել։ Մեկ էլ հոպ մի խնդիր, մի բնավորության գիծ, 3-4 այս մեր ճամբարի շարիկներն են։ Ու դու նայում ես ինչ որ 300 միլիլիտր չի լցվում։ Բան չի մնացել, 35 միլիլիտրի տեղա մնացել։ Ու դու քո 300 միլիլիտր տենց ուտող խմող, ով ուտող խմող չի մեր եկեղեցուց չի։ Ուտող խմող քո սենց գալիս ես, որպեսզի սենց հավեսով բան տանես, մի հատ սենց Աստծո ներկայությունը տանենք։ Մի հատ սենց փառաբանությունից զորություն տանենք, խոսք վերցնենք, եւ մեջը բան չմնաց։ 30 միլիլիտր է, կաթիլներ, այն էլ մինչև հասմատուն չորանում է այս շոքին։ Այսօր գիտեք ինչ է լինելու։
Այս դրա մեջ երբ որ նապորով ջուր լցնենք, այս սաղ շարիկները թռնելու է։ Ես այսօր ուզում եի էքսպերիմենտ անեի, Արմանին ասեցի մի շիշ շատար, հետո հասկացա, որ ստեղ լի սարքելու։ Այսօր ծառայության վերջում Աստծո ներկայությունը այնքան ուժեղ է գալու, որ այս սաղ շարիկները մեջից թռնելու է։ Ու ոնց որ եկել է 300 միլիլիտր, 300 միլիլիտր էլ տանելու ես։ Ինչի, որտեվ ամեն անգամ գալիս ես այդ քննությունը չտված, այդ տեղը լրացրած, տանում ես մի քիչ։ Այսօր ես կարծում եմ, որ այդ բոլոր հարցերը լուծվելու է։ Ամեն։ Առաջի բանը, եկեք անցնենք լուծմանը, խնդիրը լավ հասկանալի է։ Մի բան էլ ասեմ, ինչ կապված է խնդրի հետ, մենք մտածում ենք, եթե մենք Աստծո կամքի մեջ ենք, ուրեմն ամեն ինչ պիտի հարթ լինի։ Նորից, սա սատանայի սուտն է, սա սուտ է։ Մենք մտածում ենք, եթե ես շնորհք եմ քարոզում, ես շնորհքի քարոզիչ եմ ու չեմ դադարել շնորհք քարոզեմ, բայց ես ուզում եմ ձեզ ճշմարտությունը ասեմ։ Մենք մտածում ենք, այ եթե մենք Աստծո կամքի մեջ ենք, պիտի խնդիրներ ու դժվարություններ չլինեն։ Հիսուսը Աստծո կամքի մեջ չգնաց խաչ։ Հովսեփը երբ դուրս եկավ Աստծո կամքից, որ իրան բանտարկեցին։ Հովսեփին հենց Աստծո կամքի մեջ լինելու համար բանտարկեցին։ Ու երբ որ իմ կյանքում գալիս է դժվարություններ, գիտեք ինչ անում սատանան, ուրեմն դու Աստծո կամքի մեջ չես, ուրեմն դու ճիշտ տեղում չես, ով ասել։ Իսկ միգուցե այս դժվարությունները նրա համար են, որ հաղթահարելով զորանանք ու մտնենք մեր կոչման մեջ։ Որովհետև Հովսեփը իր հոր տնից այն թևավոր պատմուճանով գծերով չէր մտնելու իր կոչման մեջ։ Ինքը բանտից էր մտնելու իր կոչման մեջ։ Հալելույա։ Հալելույա։ Մենք դժվարություն չենք ուզում, բայց դժվարությունը մեկ-մեկ մեզ զորացնում է։ Մենք ուզում ենք այս շտանգեն 100 կիլոանոց բարձրացնենք, չենք կարում։ Այս վերջերս երիտասարդների հետ է խոսում։ 100 կիլոանոց շտանգա է։ Կարակ բարձրացնենք, չէ, ինչ ենք անում։ Մենք ամեն օր մոտիկանում ենք, փորձում ենք, չենք կարող բարձրացնենք։ Ու ամեն օր օրի վրա ու մենք մեր քննությունը չենք անցնում։ Մեզ ինչա պետք։ Գնանք տրինաժորնի զալ, սիրելներ։ Մեզ պետք չէ շտանգի հետ կռիվ անենք, չենք կարանալու, ինչքան մեծանանք, այնքան թուլանալու ենք, մեզ պետք է թողենք այս շտանգեն, գնանք տրինաժորնի զալ, պարապենք, գանք հետի բարձրացնենք։ Որպիսի կարողանաս հաղթես այն մեղքը, որը որ քո կյանքում է, ոչ թե կռվի այդ մեղքի ու շտանգի հետ, այլ գնա տրինաժորնի զալ, որը որ Աստծո ներկայությունն է, աղոթքի կյանքն է, խոսքի կյանքն է, եկեղեցին է ու սրբերի հետ հավաքույթն է։ Ոչ թե ընկեջ շտանգի հետ պատերազմի, որպիսի կարողանաս բնավորությանդ գծերը հաղթես, ոչ թե մարդ մանարիով քեզ կօգնի, ով քեզ կհասկանա, այլ գնա տրինաժորնի զալ։ Ես մարդ եմ ման գալիս, ով ինձ կհասկանա, չէ, գնա տրինաժորնի զալ։ Պատկերացնում եք, ես ուզում եմ ձեզ ցույց տամ սա ինչի է նման։ Վարդան ջան, արի։ Ստեղ դրած է շտանգա։ Ամեն անգամ ես իմ քննությունը չեմ կարողանում հանձնեմ, շտանգեն չեմ կարողանում բարձրացնեմ։ Ու այս անգամ նորից ես շտանգեն գցեցի իմ ոտին, ու ես մարդ եմ ման գալիս, ով իմ հետ կլացի, որ ես այս շտանգեն չբարձրացրեցի։ Վարդան ջան, ես այս շտանգեն չբարձրացրեցի։ Մեջքս մասաժար է, ինչ դժվար է։ Չի օգնում։ Եթե մենք իրար հետ լացենք, եթե մենք իրար հետ նույնիսկ սուրճ խմենք, չի օգնում։ Եթե ես բոլորին պատմեմ, թե ինչքան դժվար է շտանգան բարձրացնելը, հետ էլ չի օգնում։ Գիտեք ինչն է օգնում, որ ինքը ինձ ասի լսի, գնա տրինաժորն է։ Շնորհակալություն Վարդան ջան։ Բայց ես տենց չի սպասում պատասխան։ Չէ որ գրած է լացողների հետ լացեք, ուրախացողների հետ ուրախացեք։ Ես չէի սպասում, որ ես կգամ ծառայության ու այսօր էլ չեմ բժշկվի։
Ես այնքան կուզեի եկեղեցին լիքը մարդ լիներ։ Ես այնքան կուզեի, որ այսօր բոլորը ստեղ լինեն, որտեղ այս խոսքը եւ մարմնի բժշկության համար է, եւ շնչի բժշկության համար է, եւ առաջ գնալու համար է, եւ հաղթելու համար է, եւ տեղում չկանգնելու համար է։ Բայց ես հավատում եմ, որ մերոնք մեզ լսում են։ Ու ես մտածում եմ ամեն անգամ ունենք մենք մեր պատկերացումը։ Աստված կգա այս ձևով լուծում կտա, բայց Աստծո լուծումը այլ է։ Առաջի բանը, որը որ մեզ կօգնի, որ մենք անցնենք մեր քննությունը, սա մեր փրկությունը գործադրելն է։ Դուք ասես ես միշտ այս խոսքը կարդացել եմ ուրիշ ձև եմ հասկացել։ Ես ուզում եմ այս խոսքը մենք իրար հետ կարդանք Փիլիպպեցիս 2:12։ Ուրեմն իմ սիրելիներ, ինչպես որ ամեն ժամ հնազանդվեցիք ոչ միայն իմ ներկայության ժամանակ, առավել եւս հիմա իմ բացակայության ժամանակ, ահով ու դողով գործեք ձեր անձերի փրկությունը կամ ձեր անձերի փրկության համար։ Բնագրում այս խոսքը գրած է ահով ու դողով գործադրեք ձեր փրկությունը։ Մենք մեր փրկությունը չենք կարա գործենք, մենք մեզ չենք կարա փրկենք։ Մենք կարանք գործադրենք ու օգտագործենք մեր փրկությունը։ Որպեսզի դու կարողանաս անցնես քո կյանքի քննությունը, առաջինը դու պիտի վստահ լինես քո փրկության մեջ։ Ինչի միջով էլ անցնում եմ, ես Իրանն եմ, ինքը իմ համար հայրը ու աբբայա։ Ինչի միջով էլ անցնում եմ, ինքը անտեղյակ չի, չէ որ ես իրա գրկում եմ, ինչի միջով էլ անցնում եմ, ինչքան էլ կեղտի մեջ եմ, ես պիտի լինեմ վստահ իմ փրկության մեջ։ Առաջի բանը, երբ որ իմ տղեն խնդիր է տալիս, ինքը ինձանից ներողություն չի խնդրում, որ ես իրան տնից չհանեմ։ Տենցա թե չէ։ Այլ ինքը ինձանից ներողություն է խնդրում, որտև սխալ է վարվել։ Ինչ ուզում է լինի, վստահի քո փրկության վրա։ Երկրորդը, գործադրի քո փրկությունը, օգտագործի քո փրկությունը, օգտագործի քո արդարությունը, քո փոխհարաբերությունը Աստծո հետ։ Աստծո խոսքը ասում է, որ մենք պիտի գործադրենք, օգտագործենք մեր փրկությունը։ Սա մենք պիտի գործի դնենք, ուղղակի հայերեն բացատրական թարգմանությունով գրածա գործադրել, բայց արատով գրածա գործել, բայց էլի նույն բանն է։ Գործել, ոչ թե դու քեզ փրկում ես, այլ գործի մեջ ես դնում, հասկանում եք, դու գործածում ես քո փրկությունը։ Ինչպես ենք մենք գործածում մեր փրկությունը։ Ամեն անգամ հանդիպելով խնդրին, մենք հիշում ենք, որ մենք փրկված ենք, մենք արդար ենք, մենք հաղթող ենք, մենք ունենք իր գենը։ Դու չես ծնվել կատվից, որ մլավես, դու ծնվել ես առյուծից, որ մռնչաս։ Ու ամեն անգամ, երբ որ քո խնդիրը գալիս է քո առաջ, քո գործը մռնչալն է, որպես հաղթող։ Ես օգտագործելով իմ փրկությունը երբեք իրավիճակների մեջ չեմ լինի պարտվող, այլ հաղթող։ Ուղղակի հաղթանակը մի քիչ ուրիշ է։ Գիտեք, այսօր առավոտյան մտածում էի, մեկ Աստված ինձ անհավանական տեղերում է խոսում, օրինակ սափրվելուց, չգիտեմ, ում է դա սափրվելուց խոսում։ Բաղնիքում էլ է խոսում, ասում ես Տեր ջան, ուրիշ տեղ չկար խոսալու։ Ժամանակ չկա։ Այսօր սափրվելուց Աստված մի հետաքրքիր բան ասեց, սեմը հետը սափրվում։ Այսօր մի հատ հետաքրքիր բան է եղել։ Ուրեմն փրփուրը քսել եմ, չեմ ուզում շատ բաների մեջ անցնել, մեկ էլ սեմ եկավ, ասեց ես էլ եմ ուզում։ Իրան քսել եմ փրփուր, ասեց նայի պապա, մամա, ես ձմեր պապին եմ։ Ու ինքը սաներով նույն բանը ինչ ես անում էր։ Ու ես նայում եմ, ասում եմ, լսի, այ էսա, որ ասում է, ինչպես սիրելի զավակներ նմանակեք Աստծուն։ Ինքը այդքան էլ չէր հասկանում ինքը ինչ է անում։ Ինքը սաներով իր փրփուրը մաքրում էր երեսը, բայց ինքը անում էր այն ինչ որ ես էի անում։ Ու այսօր Աստված գիտեք ինչ խոսած, ասեց աստվածային իմաստությունը այս աշխարհի շուստերությունը չի։ Այս աշխարհի
ճիշտ դուրս գալը չի։ Աստվածային իմաստությունը ամեն հարցի մեջ արքայության շահը փնտրելն է։ Вообще ուրիշ բան էի մտածում։ Ես կարծում եմ, ես այդ սիրուն կձևակերպեմ կդնենք մեր էջում։ Ու նորից սկսեցի մտածել, Տեր նորից, նայեք, մենք աշխարհից մեր հետ բերել ենք ձևեր, ու մենք մտածում ենք աստվածային իմաստությունը այդ կայանում է նրանում, որ ես կարողանամ օգտագործեմ աշխարհի հմտությունները իմ։ Բայց այդ չի, աստվածային իմաստությունը սա լրիվ ուրիշ բան է, սա ցանկացած իրավիճակում արքայության շահը պահելն է, ցանկացած իրավիճակում խաղաղություն պահելն է, ցանկացած իրավիճակում սրբություն պահելն է։ Ու եթե դու ես ունենք աստվածային իմաստություն, մենք մեր քննությունը կանցնենք։ Հալելույա։ Երկրորդ լուծումը մի հատ լավ միտք ասեմ, հետո գնանք առաջ։ Երկրորդ լուծումը սրա հետ կապ ունի, սիրելիներ, սրա մտքի։ Միայն այն ժամանակ է սկսում աշխատել հավատքի արդարացումը, երբ դադարում եք ինքներդ ձեզ արդարացնել։ Քանի դեռ դու քեզ արդարացնում ես, դա ստեղ է կատարվում, հավատքը քեզ չի արդարացնի։ Հավատքի արդարացումը սկսում է աշխատել այն ժամանակ, երբ ասում ես ես էլ որոշել եմ ինձ չարդարացնեմ։ Վերջ։ Ու սկսում է հավատքի արդարացումը աշխատել։ Դրա համար շատերի մոտ հավատքը չի աշխատում, հավատքի արդարացումը չի աշխատում, որտեղ մենք պլոտնի նստած ենք մեզ արդարացնելու։ Երկրորդ բանը սա կապված է մտքի հետ։ Ինչի ենք մենք ամեն անգամ պարտվում մեր քննությունը, նույն քննությունը։ Ես ուզում եմ սիրելիներ, դուք նկատեք, դուք ուրիշ քննություններ չեք պարտվում։ Դուք նույն քննությունից եք պարտվում։ Նույնն է, ինչի հենց մենք հետի հաղթենք, այդ քննությունը անցնելու ենք։ Նույն մեղքն է ամեն անգամ պտտվում քեզ հաղթելու։ Նույն իրավիճակի միջով ես անցնում։ Նույն քննությունն է։ Ու ես այսօր ասում եմ, դու այսօր էդի հաղթած ես գնալու։ Հերիքը ինչքան Աստծո ժողովուրդը պարտվում է նույն իրավիճակի մեջ, հերիքը ինչքան թշնամին ուրախանում է։ Երկրորդը կախված է մեր մտքերի հետ։ Թեև մենք վերստին ծնվել ենք, Աստծո զավակ ենք, թեև մենք տարիներ գալիս ենք եկեղեցի, մենք չենք դադարել սատանայի սուտ մտքերը ընդունել։ Այդ ոնց է լինում, երկու հոգի ապաշխարում են, 2 տարի հետո այն մեկը ծառայում է ուժեղ առաջ է գնում, արդեն օգնում է, այս հարցում են հարցում, նույն մարդը, իսկ այն մեկը նույն մեղքերի մեջ, նույն գերության մեջ, նույն կեղտերի մեջ, ասում ես Տեր, վրոձի երկուսն էլ լացելով ապաշխարեցին, ինչի, մեկը դադարել է ընդունել սատանայի ստերը, սատանայի տված մտքերը, այն մյուսը ոչ։ Երկուսն էլ վերստին ծնված հավատացյալ, բայց մեկը որոշել է սատանայի ստերը մերժի։ Ու գիտեք, մեզ թվում է, հա դե միտք է էլի։ Օրինակի համար միտք է, Վարդանը իմ հետ սխալ վարվեց։ Վարդանը կարա իմ հետ սխալ վարվի, իհարկե, ինք եկել է ինձ բալանսի բերելու։ Կարա ինչ-որ մեկը Աստծո տան մեջ քո հետ սխալ վարվի, այո, իհարկե, եւ որ մենք փրկվում ենք, մենք սխալ վարվելու ունակությունը չենք կորցնում։ Հակառակը մի քիչ էլ ուսիլիտ ենք անում։ Աստծո տան մեջ արխային։ Գիտեք, երբ որ Վարդանը իմ հանդեպ սխալ է վարվում, սատանայի միտքը է, ինքը վատն է։ Եթե ես ունեմ, ես իրանից վանվելու եմ։ Ինքը այնքան ճշմարտանման է այդ միտքը, ոչ թե ինքը սխալ վարվեց իմ հետ, այլ ինքը վատն է։ Իսկ ոնց կարա Աստծո զավակը վատը լինի։ Կարա, չի կարա։ Ու գիտեք ինչ է անում թշնամին։
ինքը չի դադարում քեզ մտքել տալ, դու ուտում ես այդ մտքերը, դու խոսում ես այդ մտքերը քո տան մեջ, հետո քո երեխեքի վարքից երևում է այդ մտքերը։ Ու ինքը մի հատ միտք է տալիս։ Այս քո մաքուր սրտի մեջ, անարատ, մաքրությունը թափում է։ Մեկ էլ հոպ մի հատ միտք։ Վարդան ջան, այսօր ձախիստակ դու ես։ Ինքը վատնա։ Երկրորդ միտքը ինքը ինձ չի սիրում։ Ոչինչ, ես շատ ունեմ այս թղթերից, հանգիստ եղեք։ Երկրորդ միտքը ինքը ինձ չի սիրում։ Բայց տենց խոսակցություն չի եղել, ինքը ընդամենը սխալ է վարվել։ Երրորդ միտքը Աստված էլ քեզ չի սիրում, որ էսի թույլ է տվել։ Չորրորդ միտքը քո հովիվն էլ քեզ չի սիրում։ Ու արդեն չորրորդ մտքից հետո փիսիկը նստած մի մութ անկյունում։ Մենք ինչ ենք անում։ Մենք լինելով վերստին ծնված Աստծո զավակ, ով ունի առյուծի գեն, ով ունի թագավորական ու քահանայական գեն, ընդամենը երեք ընդունելով սատանայի ստերը, մենք վարվում ենք համապատասխան այս ստերի, ոչ թե համապատասխան Աստծո խոսքի։ Աստծո խոսքը ասում է սիրեք, Աստծո խոսքը ասում է բոլորի հետ խաղաղություն ունեցեք։ Մենք ասում ենք չէ, մենք պիտի վարվենք համապատասխան սատանայի ստերի։ Հաջորդ սուտը քո մոտ Վարդանի հետ էլ կյանքում չի ստացվի ոչ մի փոխհարաբերություն։ Մյուս սուտը ինքը քո պես չի, ինքը քեզ երբեք չի հասկանա։ Ու այս ստերը ցավոք սրտի տարածվում են առանց ճշտելու Վարդան ջան։ Կարող է դու ինձ չնկատեցիր, որ չբարևեցիր։ Հա, նշքուր ուղակի չնկատեցի, առաջ գալուց ուղակի չնկատեցի, շտապում էի գնայ։ Ու առանց ճշտում անելու մենք ընդունում ենք սատանայից այս ստերը ու տարածում ու ապրում ենք ոչ թե Աստծո խոսքի համաձայն, այլ սատանայի ստերի համաձայն։ Երկրորդ բանը, որը որ Այս թոմնա ամեն անգամ, որ ընգնի դուք կհիշեք, ամեն դեղինը սատանայի սուտնա։ Ու երբ որ ինքը կպցրած լինի, քո միտքը ամբողջությամբ այդ ստերով բռնված է լինելու։ Լավ, ոնց իմանամ, ինչ որ միտք սատանայի սուտնա թե չէ։ Ու գիտեք մենք ինչ ենք անում։ Մենք համախոհներ ենք գտնում, որպեսզի ոչ թե գնանք պարապելու տրինաժորնի, այլ որ մեր մեջքը մասաժ կանեն կամ իրար հետ սուրճ կխմենք։ Նայեք ինչ է ասում Աստծո խոսքը։ Երբ որ մենք նայում ենք հենց առաջի ստին, որ սատանան բերեց, ասեց, արդյոք Աստված ասեց ամեն ծառից չուտես։ Եվան ասեց, չէ, բոլոր ծառից կուտես, ու երբ որ առաջի անգամ Ադամն ու Եվան կերան, Ադամ Աստծուն ասեց, որ ինքը մեր կա։ Երբ որ մենք տեսնում ենք նույն փոխհարաբերությունը Հիսուս ու սատանա, երբ որ անապատում սատանան Հիսուսին փորձում է, ինքը նույն ձև գալիս է մտքով, որպեսզի իր մտքերը բերի։ Եթե Աստծո որդին ես, ասա թող այս հացերը քար դառնան։ Իր մտքերը ճշմարտանման են, բայց ճշմարտություն չեն։ Իր մտքերը ես միշտ ասել եմ, ես միշտ ես սովորացրել եմ, սատանան մտքերը տալիս առաջի դեմքով։ Ինքը չի ասում, Ռուզան, Վարդանը վատնա, իմացի ես եմ սատանան, որ քեզ ասում եմ։ Ինքը միտքը սենց է, Վարդանը վատնա։ Ես սենց եմ, ես անհաջողակ եմ, միտքը սենց է, ոչ թե միտքը գալիս է դու անհաջողակ ես, այլ միտքը գալիս է ես անհաջողակ եմ, իմ մոտ չի ստացվի, Աստված ինձ չի սիրում, միտքը սենց չի, Աստված քեզ չի սիրում, Աստված ինձ չի սիրում, իմ հովիվը լավը չի, դրսում ավելի լավ հովիվ կա, իմ տնային խմբակի ավակը լավը չի, այն մեկը ավելի լավն է, իմ հովիվը հոգատար չի, ինչի որտև ինքը չի նստում իմ հետ լացելու,
Իսկ կարող է հենց այդ հոգատարությունը, որ չի նստում քո հետ լացելու, այլ ասում է գնա տրինաժորնի զալ, հիմի լացելու ժամանակը չի։ Հասկանում եք ստերը։ Ես հաղթող չեմ։ Ես գեղեցիկ չեմ, ես ընդունված չեմ, ես պարգև չունեմ, ես բավականաչափ սիրված չեմ։ Ու մարդը ամեն ինչ անում է, որ դառնա այդպիսին։ Իսկ ստեր Աստծո հանդեպ, Աստված հոգատար չի։ Աստված քեզ չի սիրում։ Աստված հետաքրքրված չի քեզանով։ Սրանք ստեր են, Աստված բարի չի։ Չէ, ես գիտեմ, որ Աստված բարի է, բայց ես գիտեմ, որ Աստված այս հիվանդությունը թույլ է տվել, որ գա իմ կյանք ինձ մի տեղից սենց ճնշի, որ ես սրբանամ։ Աստված բարի է, բայց բարի չի։ Դու ես ինչ, ես որ Աստծուն ես հավատում։ Թե ինքը է տարեց, հայր մերը չասեցի, հոպա, անգա ոտս ջարդեցի։ Դու կարող է Ալլահին ես հավատում։ Իմ Աստված այդպիսին չի։ Ու մենք ունենք ստեր Աստծու հանդեպ, ստեր մեր հանդեպ, ստեր մեր կողքինների հանդեպ, օրինակ ինքը երբեք չի փոխվի։ Ու վերջ, դա սուտ է։ Ինքը երբեք չի, ես չեմ ուզում իր հետ ինչ որ բան անեմ, ինքը երբեք չի փոխվի։ Ու դու կասես, ես համոզվել եմ, որ Վարդան աղբերը երբեք չի փոխվի, կամ չգիտեմ ով է, Անուշը երբեք չի փոխվի։ Ով է քեզ համոզե դրանում, Սատանան, որտև Աստծո խոսքը ասում է, որ իր զավակները փոխվելու են ու փոխվում են։ Ես համոզվել եմ, որ ես ինչի հետ ոչ մի բան չեմ անի, իհարկե համոզվել ես, ով է քեզ համոզե, համարձակ ուզում եմ ասեմ, Սատանան է քեզ համոզե դրա մեջ։ Ես սրա հետ ոչ մի քայլ չեմ դնի, Սատանան է քեզ համոզե դրա մեջ։ Այս մտքերի հերթականությամբ ու դու համոզվել ես, իհարկե համոզվել ես, լինելով Աստծո զավակ, դու սկսել ես հետևել Սատանայի ստերին։ Այսօր ժամանակն է, որ այս ամեն ինչը փոկես քո կյանքից դեն գցես ու նայես Աստծո խոսքը ինչ է ասում դրա մասին։ Գիտեք, երբ որ մեկը վստահ համոզված է Սատանայի ստերի մեջ, երկու վարիանտ կա, կամ ապաշխարություն, կամ այն անեծքը, որը որ այդ ստերը բերելու են իր կյանքում։ Աստված Ադամին ու Եվային կանչեց ապաշխարության, իրանք չհասկացան ու դրա համար այն ամենը ինչ որ իրանց հետ եղավ։ Չկա երրորդ տարբերակ։ Կամ այս ստերը քեզ բաժանելու են եկեղեցուց ու կտրելու են, գողը գալիս է գողանա սպանի կորցնի, երրորդ տարբերակ, չորրորդ տարբերակ չկա։ Կամ ինքը գալու է գողանա ստերի միջոցով, սպանի ու կորցնի քո փոխհարաբերությունը, կամ դու հասկանալու ես վերջ ես դնելու ու գնալու ես առաջ, բերելով քո կյանքում լուծումներ։ Նայեք ինչպես ենք զանազանում մենք Աստծո ստերը, Սատանայի ստերը Աստծո ճշմարտությունից։ Մի հատ ֆիլտր կա Աստծո խոսքում։ Այսուհետև եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ է, ինչ որ արդար է, ինչ որ անարատ է, ինչ որ սիրելի է, ինչ որ բարի համբավ ունի, ինչ որ առաքինի է, ինչ որ գովելի է, սա մտածեք։ Ցանկացած միտք, ինչ այսպիսին չի, Սատանայից է։ Դու կարող ես մերժել։ Ցանկացած միտք, ինչ ճշմարիտ չի, ինչ պարկեշտ չի, ինչ արդար չի, ինչը անարատ չի, ինչը կեղտոտ է, պիղծ է, ինչը որ Աստծո համար սիրելի չի, ինչը որ բարի համբավի չի տանում քեզ, ինչը որ առաքինի չի, ինչը որ գովելի չի, դա Սատանայից է։ Ցանկացած միտք, որ քո կողքինին իջացնում է քո աչքերում, դա Սատանայից է։ Ինչպես ֆիլտրեմ իմ մտքերը, Աստծո մտքերը ու Սատանայի մտքերը Փիլիպեցիս 4:8-ով։ Փիլիպեցիս 4:8-ը ինքը մաղ է ցանկացած մտքի համար։ Դադարեք ընդունել թշնամու մտքերը, դադարեք մտածել, հա դե միտք է էլի։
Այդ հադե միտքան կարա քո կյանքը կործանի։ Այդ հադե միտքան կարա քո ծառայության վրա խաչ քաշի։ Այդ հադե միտքան այսօր ընդամենը միտք, բայց վաղը ինքը դառնալու է դրակոն։ Գիտեք, ծննդոցում ինքը մի հատ օծ էր, հայտնությունում արդեն վիշապ է, որ ընկած է եկեղեցու հետևից։ Այս օծին, երբ որ կերակրում ես ծննդոցի, ինքը դառնում է վիշապ ու քո պտուղն է ուտում։ Սկզբից ընդամենը միտք, երբ որ կերակրում ես այդ միտքը, ինքը ժամանակներ հետո դառնում է քո պարգևը ուտող, քո օծությունը ուտող, քո ծառայությունը ուտող։ Ես չեմ ուզում վախացնեմ, ես ուզում եմ չկերակրեք թշնամուն։ Ու երրորդ բանը, որ նայելու ենք, ինչը քեզ օգնելու է, առաջի բանը գործադրի քո փրկությունը, երկրորդ բանը դադարի թշնամու ստերը ընդունել, որպեսզի անցնես քննությունդ, ու երրորդ բանը երկրորդն ու յոթը խառնեցի, բայց ոչ մի խնդիր։ Յոթը Փիլիպեցիների 3:13-ն է։ Եղբայրներ, ես չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա, հետևում թողածները մոռանալով դեպի առաջում եղածներն եմ ձգտում։ Երրորդ բանը սա հետինը մոռանալն է։ Գիտեք ինչի շատերը առաջ չեն գնում, որտեվ հետինը չեն կարողանում մոռանալ։ Պողոս առաքյալը ասում է հետինները մոռանալով դեպի առաջ եմ գնում։ Հետինները մոռանալով եմ միայն կարողանում դեպի առաջ գնալ։ Որպեսզի դեպի առաջ գնամ, ես այս խոսքը բոլոր կողմերից հեսակ ասեմ։ Որպեսզի կարողանամ առաջ գնալ, պիտի կարողանամ հետինները մոռանամ։ Եթե չեմ կարողանում հետինները մոռանամ, ես դեպի առաջ չեմ կարող գնամ։ Ու հետինները մոռանալը ընդհանրապես սկլերոզի հետ կապ չունի, ամնիզիայի հետ կապ չունի, սա հիշողության կորուստի հետ կապ չունի։ Ես շատ լավ հիշում եմ ով է ինձ դավաճանել։ Ես շատ լավ հիշում եմ ով է իմ մեջքից դանակով խփել։ Ես շատ լավ հիշում եմ այն մարդկանց, ովքեր եկեղեցին դեռ նոր սկսած 3 խմբակներով գնացին։ Ես շատ լավ հիշում եմ մարդիկ, երբ որ ինձ դժվար էր իմ կողքը եղան, թե չէ։ Ես շատ լավ եմ հիշում նրան, ում մեքենա նվիրեցի, բայց 5 տարի անցել 5 անգամ ինձ չի զանգել դրանից հետո։ Շատ լավ եմ հիշում իրանց ընտանիքը։ 5 անգամ, 5 տարվա մեջ 5 անգամ չի զանգել։ Մի անգամ զանգած լինի, թե չէ, այն էլ բաներ պետք դրա համար։ Ես շատ լավ եմ հիշում այն հովիվներին, ովքեր ինձանից բամբասել են։ Սա մտածելակերպի հիշողության հետ կապ չունի, բայց եթե ես դրանք չեմ թողել հետևում, ես չեմ կարող առաջ գնամ։ Ես շատ լավ եմ հիշում այն ստերը, որ իմ հետևից ասել են մեծ բեմերից, շատ լավ եմ հիշում այն մարդկանց, ովքեր ասել են այդ ստերը։ Բայց եթե ես դա չջնջեմ, չմոռանամ, Աստված ինձ թույլ չի տա, որ ես մի քայլ առաջ գնամ։ Պողոս ասում է, միայն հետինները մոռանալով ես կարամ առաջ գնամ։ Հիմա իմ հարցը ձեզ, սիրելիներ, եթե ուզում եք առաջ գնալ, ես հա ուզում եմ առաջ գնամ, սենց գնում եմ, հետո հոպա պրուժինի պես հետ եմ գնում։ Ու նորից սկսում եմ նույն տեղից։ Ինչի, որովհետև չեմ կարողանում հետինը մոռանալ։ Չեմ կարողանում իմ ներսում իմ հարցերը լուծեմ, ասեմ վերջ ջնջի։ Մի օր Արցախում պատրաստվում էի ծառայության, երկրորդ հարգում իմ սենյակում, առաջի հարգում դահլիճն էր։ 2 արգանի մեջ չենք ենք թուրքերին թողը, մի հատ ով չենք ասե։ Ու ծնկած աղոթում եմ, Աստված խոսք չի տալի։ Նորից չի տալի, ասացի, ես տենց խայսատ ունեմ, ասի, եթե խոս չտաս, կիշնեմ երեխեք հետ կոֆե կխմեմ։ Արցախցիք հիշում են, են մեր ծառայության օրերը, են, որ հենց մտնում էին դալիճ, Սուրբ Հոգին գալիս էր, նենց բաներ էր անում, որ ստեղ պատմելու չի։ Տերը խոս չի տալի, ասի, Տեր խոսա, ասեց ների, ասի, ներել եմ, ասեց սուտ ես ասում։ Ասեց ների են մարդկանց, ովքեր քեզանից սուտ խոսել են ու բամբասել են ու չար լուրեր են տարածել, սուտ լուրեր։ Ասի ներում եմ Հիսուսյանով, ասեց չես ները։
Հետո ասեց հատ անունները դուր։ Ասա ես ներում եմ ես ինչան ես ինչին, ես ներում եմ ես ինչին, ես ներում եմ հովիվ ես ինչին, ես ինչան ես ինչին, եպիսկոպոս ես ինչին։ Ու ամեն անգամ երբ որ ասում էի, ոնց որ սրտիցս մի բան կտրվեր, մի դառնություն։ Ու երբ որ մաքրվեց ամեն բան, ես հասկացա ինչ պիտի քարոզեմ, այսօր ինչա լինելու, ոնց է լինելու, ու իջա ու գերբնական ծառայություն ունեցանք։ Ես ուզում եմ ասեմ, ես մտքով հիշում եմ, իմ հիշողության մեջ իրանք կան, բայց իմ սրտում իրանք չկան։ Հասկանում եք ինձ, սա պիտի կարողանա մոռանա, չի ցավում։ Սա թո հիշի որպես հիշողություն։ Մեր հիշողությունը Աստված չի ջնջում, երբ որ Պողոս ասում է հետինները մոռանալով դեպի առաջ եմ գնում, նենց չի որ ասեմ Պողոս ջան, երեք չի առաջ օրը ինչ ես կերել, պամիդորով ձվածող, ասել ես չեմ հիշում։ Պողոս պապայի տանուն ինչա, ես չեմ հիշում, Պողոս որտեղ ես ծնվել, ես չեմ հիշում, ոչ, ինքը լավ էլ հիշում էր, որ Տարսոնում ա ծնվել, ում աշակերտն ա, ում ոտերի մոտ ա մեծացել, բայց ինքը մոռացել էր այն, ինչը որ իրան խանգարելու էր առաջ գնալու։ Դա որոշում է, դու ես որոշում քո սիրտը խստացնես ու հիշես ամեն բան, ու դու ես որոշում մաքրես ու ոչինչ չհիշես, որպիսի գնաս առաջ, որպիսի քննությունը հանձնես, ուրիշ ճար չունես, այս երեքն է, գործադրում ես քո փրկությունը, մոռանում ես ու մաքրում ես սիրտդ, դադարում ես սատանայի ստերը ընդունել, Գեղամ ջան գգաս։ Մեկ մի հատ բան եմ ուզում ասեմ, փորձեք հասկանաք, եթե չհասկանաք, փորձեք հասկանաք։ Երբեմն Աստծո զավակի համար սատանայի ձայնը ավելի մտերիմ է, քան Աստծո ձայնը։ Փորձեք հասկանաք ինչ եմ ասում, մի հակադարձեք մի անգամից։ Սատանայի ձայնը դու լսել ես ավելի վաղ մինչև Հիսուսին ընդունելը։ Իր ստերը դու լսել ես 3-4 տարեկանից, իսկ միգուցե Աստծո ձայնը սկսել ես լսել ապաշխարելուց հետո։ Ու մենք մեկ խառնում ենք, երբ որ թշնամին խոսում է, մեզ թվում է Տերն է խոսում։ Երբ որ ինքը իր ստերով գալիս է, մեզ թվում է սա իմ իմաստությունն է, սա իմ ինտուիցիան է, սա ես հոգուն եմ լսում։ Հոգին երբեք քեզ չի ասի մի բան, ինչը քանդում է արքայությունը։ Սա իմաստությունն է։ Ու մենք թշնամու ստերը լսելով մենք մտածում ենք դա իմաստությունն է։ Այն ինչ քանդում է արքայությունը, չի կարա ծնվի Աստծուց սիրելներ։ Այն ինչ քանդում է խաղաղությունը, չի կարա ծնվի Աստծուց սիրելներ։ Այն ինչ որ քեզ չի թողում, որ դու առաջ գնաս, չի կարա ծնվի Աստծուց։ Այն ինչ որ ցածրացնում է քո մոտ քո եղբորը, քո քրոջը, չի կարա ծնվի Աստծուց։ Աստված միշտ քո աչքերում բարձրացնելու է քո քրոջն ու քո եղբորը։ Աստված միշտ բերելու է խաղաղություն, Աստված միշտ բերելու է լուծում, այն ինչ որ մեղքի հետ կապ ունի ու անարատ չի կարա ծնվի Աստծուց, չի կարա, Աստված չի կարա տա մի բան, փոխանցի մի բան, ինչը ինքը չունի, մեկ ասում են Աստված հիվանդություն տվեց, ասում են որտեղից, ինքը չունի հիվանդություն, որտեղից տվեց, ինքը պիտի մի բան ունենա, որ տա։ Հալելույա, հալելույա, դուք լուր եք, դե մենք եկել ենք, որպիսի մեզ ասեր, թե ինչքան է մեզ Աստված սիրում, եթե դու այսօրվա ուղերձը հասկանաս, դու կհասկանաս ինչքան է քեզ Աստված սիրում, ինչքան է սիրում, որ չի ուզում այսօր էլ այդ քննությունդ երկու ստանաս։ Աստված քեզ այնքան է սիրում, որ չի ուզում այս տարի էլ պտտվես այդ սարի շուրջ։ Ամբողջ հարցը իրավիճակի մեջ չի։ Ուզում եմ ուշադիր լինեք։ Իրար հետ շփվողներ, ինձ նայեք։
ինձ նայեք, հետևից մինչև սկիզբ, ինձ նայեք։ Ամբողջ հարցը իրավիճակի մեջ չի, թե դու ինչպիսի իրավիճակով ես անցնում։ Ամբողջ հարցը քո սրտի մեջ է։ Դու այդ նույն իրավիճակով անցնում ես, որտեղ այստեղ խնդիր ունես։ Ամբողջ հարցը իրավիճակի ու քո արձագանքի մեջ չի։ Ամբողջ հարցը այս սրա մեջ է։ Սրա հարցերը լուծվեն, էլ երբեք այդ իրավիճակում չես հայտնվի։ Նույն քննությունը, որ անցնում ես, էլ երբեք հետ չես գալիս այդ քննության։ Ոչ մի երրորդ դասարանցի երկրորդ դասարանի քննության հետ չի գալիս։ Հարցը այն չի, որ քեզ մարդիկ վիրավորում են, քո հետ սխալ են վարվում։ Դա չի դադարելու երբեք, քանի դեռ դու այս հարցը չես լուծել։ Հարցը այն չի, որ մարդիկ քեզ վիրավորում են։ Հարցը այն է, որ դու ես վիրավորվում։ Երբ որ դու մի օր կանգնես Աստծո առաջ ասես ես որոշում եմ, էլ չվիրավորվել ոչ wokից, էլ ոչ ոք քեզ չի վիրավորում։ Հարցը այն չի, որ քեզ փոքրացնում են։ Հարցը այն է, որ դու ես քեզ փոքր տեսնում։ Հարցը այն չի, որ քեզ անարգում են։ Հարցը այն է, որ դու ես քեզ անարգ տեսնում։ Միշտ քո կողքը կհայտնվեն մարդիկ, ովքեր քեզ քո տեղը ցույց կտան։ Դրա համար Պողոսը Տիմոթեոսին ասում է. «Թույլ մի տուր, որ քո երիտասարդությունը ու պատանեկությունը անարգեն»։ Դա ես չի, հանգարց չանարգես իմ երիտասարդ։ Ոչ, ես գիտեմ ես ով եմ։ Ես գիտեմ ինչի համար է ինձ Աստված կանչել։ Երբ որ քեզ ասում են ով ես դու, հելել ես 100 հովի դեմ, ուզում ես ասես դու ճիշտ ես, ասում ես հա ես ճիշտ եմ։ 100-ն են սխալ, 1000-ն են սխալ։ Ես ճիշտ եմ, որտեվ Աստծո խոսքն ասում ես ճիշտ եմ։ Ես գիտեմ ես ով եմ, ես ուր եմ գնում։ Վստահությունն ու հպարտությունը դրանք տարբեր բաներ են։ Հիսուսը վստահ էր ինքով, բայց ինքը հպարտ չէր։ Դու պիտի վստահ լինես դու ով ես ու ինչ ես անում, որն է քո կոչումը, բայց դա հպարտություն չի։ Եթե վստահությունը հպարտություն է, ուրեմն Հիսուսը ամենահպարտ մարդն է եղել։ Ինքը ամեն օր ասում էր. «Ես եմ կյանքի հացը»։ Հասկանում եք թե չեք հասկանում, ես իմ մարմինն ու արյունը չուտեք, չխմեք, կյանք չեք ունենա։ 5000 հոգի գնաց, հասկանաք, չհասկանաք։ Գնա ինչ որ ունես ծախի աղքատներին դուր արի իմ հետևից, գնաց։ Հիսուսը չգնաց իր հետևից։ Էսա։ Եկեղեցի այսօր կամ դու կընդունես այս ուղերձը, սիրտը չես խստացնի, չես պաշտպանվի, ուրիշ բաներ չես ընդունի, սատանայի ստերը չես ընդունի։ Նորից իմ մասին է այս քարոզը, ամեն քարոզ նորից քո մասին է լինելու, ամեն կիրակի նորից քո մասին է քարոզը։ Այլ կասես Տեր, ես ուզում եմ փոխվեմ։ Սա լուծում է, որպեսզի ես իմ քննությունը հանձնեմ։ Սա լուծում է, որ նորից նույն տեղը չդոփեմ, սա լուծում է իմ երջանկության համար։ Գիտես, Աստված քեզ կանչում է երջանկության մեջ դառնությունից։ Սա լուծում է աճելու։ Սա լուծում է այն շտանգեն, որ չէի կարողանում բարձրացնեմ բարձրացնելու։ Սա լուծում է Աստծո իմաստությունը թշնամու ստերի փոխարեն ընդունելու։ Սա լուծում է, որ գնաս առաջ, որովհետև մինչև հետինը չմոռանաս չես կարող գնալ։ Ես ուզում եմ ուղղակի դու հիմա մտածես այս խոսքերի համար։ Գեղամը կառաջնորդի մեզ, ես ուղղակի խնդրում եմ կենտրոնացի այս խոսքերի վրա մտածելու։ Թույլ տուր, որ Սուրբ Հոգին քո հետ աշխատի, ու վերջում մենք իրար հետ աղոթ կանենք։ Հոգիս արթնանում է, նայում եմ աչքերի, էությունս փայլում է,
Շփիտը տեսնելիս շուրթերս բացվում է Երկս չախլում է խաբարը ծրվում Երբ նայում եմ դեմքին հոգիս արթնանում է Նայում եմ աչքերին էությունս փայլում է Շփիտը տեսնելիս շուրթերս բացվում է Երկս չախլում է խաբարը ծրվում է Չեմ կարող չսիրել քո ներկայությունը Չեմ կարող չսիրել խոսքիդ հայտնությունը Չեմ կարող չաղոթել խանդավառ հոգով Քանի որ սիրում եմ քեզ ամեջ կարոտում եմ Չեմ կարող չսիրել քո ներկայությունը Չեմ կարող չսիրել խոսքիդ հայտնությունը Չեմ կարող չաղոթել խանդավառ հոգով Քանի որ սիրում եմ քեզ ամեջ կարոտում եմ Իմ աչքերը տեսնում են, ձեռքերը քո ծակված Հեռանում են ցավերս, անցյալից կուտակված Սրտումս տարածվում է, հավեց սիրով սեր Հոգուս ձայնը թռչում է, կանչում է քեզ իմ Տեր Իմ աչքերը տեսնում են, ձեռքերը քո ծակված Հեռանում են ցավերս, անցյալից կուտակված Սրտումս տարածվում է, հավեց սիրով սեր Հոգուս ձայնը թռչում է, կանչում է քեզ իմ Տեր Չեմ կարող չսիրել քո ներկայությունը Չեմ կարող չսիրել խոսքիդ հայտնությունը Չեմ կարող չաղոթել խանդավառ հոգով Քանի որ սիրում եմ քեզ ամեջ կարոտում եմ Չեմ կարող չսիրել քո ներկայությունը Չեմ կարող չսիրել խոսքիդ հայտնությունը Չեմ կարող չաղոթել խանդավառ հոգով Քանի որ սիրում եմ քեզ ամեջ կարոտում եմ Չեմ կարող չսիրել խոսքիդ հայտնությունը Չեմ կարող չաղոթել խանդավառ հոգով Քանի որ սիրում եմ քեզ ամեջ կարոտում եմ Չեմ կարող չսիրել քո ներկայությունը Չեմ կարող չսիրել խոսքիդ հայտնությունը Չեմ կարող Քանի որ սիրում եմ Չեմ կարող չսիրել քո ներկայությունը Չեմ կարող չսիրել խոսքիդ հայտնությունը Չեմ կարող չաղոթել խանդավառ հոգով Քանի որ սիրում եմ քեզ ամեջ կարոտում եմ Չեմ կարող չսիրել քո ներկայությունը Չեմ կարող չսիրել խոսքիդ հայտնությունը Չեմ կարող չաղոթել խանդավառ հոգով Քանի որ սիրում եմ քեզ ամեջ կարոտում եմ Նայում եմ դեմքիդ, հոգիս արթնանում է Նայում եմ աչքերին, էությունս փայլում է Շփիտը տեսնելիս, շուրթերս բացվում է Երկս ճախլում է, խաբարը ծրվում է Երբ նայում եմ դեմքիդ, հոգիս արթնանում է Նայում եմ աչքերին, էությունս փայլում է Շփիտը տեսնելիս, շուրթերս բացվում են Երկս ճախլում է, խաբարը ծրվում է Չեմ կարող չսիրել քո ներկայությունը Չեմ կարող չսիրել խոսքիդ հայտնությունը Չեմ կարող չաղոթել խանդավառ հոգով Քանի որ սիրում եմ քեզ ամեջ կարոտում եմ Չեմ կարող չսիրել քո ներկայությունը Չեմ կարող չսիրել խոսքիդ հայտնությունը Չեմ կարող չաղոթել
Անում եմ քեզ անվերջ կանոթում Որովհետև նրանց ում սկզբից ճանաչեց Հռոմեացիս 8:29 նախասահմանեց կերպարանակից լինելու իր որդու պատկերին, որպեսզի նա անդրանի կլինի բազում եղբայրների մեջ։ Դու նախասահմանված ես Հիսուսի պատկերին կերպարանակից լինելու։ Դու նախասահմանված ես Հիսուսի պես լինելու։ Աստված քեզ կանչել է Հիսուսի պես լինելու։ Ցանկացած այլ պատկերացում, ցանկացած այլ պատկեր քո մասին։ Ես աղոթում եմ, որպեսզի հիմա հալվի Աստծո ներկայության մեջ։ Ցանկացած պատկեր, որ աշխարհն է ձևավորել, ցանկացած պատկեր, որ թշնամին է ձևավորել, ցանկացած պատկեր, որ թշնամու ստերն են ձևավորել քո մասին, ես քանդում եմ Հիսուսի անունով։ Մենք նախասահմանված ենք լինելու Հիսուսի պես։ Նախասահմանված ենք լինելու Հիսուսի պես։ Մեր բնավորությունը Հիսուսի պես է լինում։ Մեր վարքը Հիսուսի պես է։ Մեր մտածելակերպը Հիսուսի պես է, որտեղ Աստծո խոսքը ասում է, որ մենք Քրիստոսի միտք Հայր, շնորհակալ եմ, որ քո եկեղեցին, իմ քույրերին ու եղբայրներին կանչել ես, որպեսզի ամեն մեկը քո պես լինի։ Շնորհակալ եմ, որ մեզ կանչել ես քո պես խոնարհ լինելու։ Շնորհակալ եմ, որ մեզ կանչել ես քո պես ուրախ լինելու։ Շնորհակալ եմ, որ մեզ կանչել ես քո պես խաղաղ լինելու։ Շնորհակալ եմ, որ մեզ կանչել ես քո պես սիրող լինելու, քո պես ներող լինելու, քո պես ուժեղ լինելու։ Դու նույնիսկ խաչի վրա զոհ չէիր, դու խաչի վրա հաղթող էիր ու հաղթեցիր աշխարհի մեղքը խաչի վրա։ Հալելույա Տեր, հալելույա Տեր։ Ես աղոթում եմ Տեր քո պատկերը, քո կերպարը, ինչպես մեզ ստեղծեցիր քո պատկերով ու քո նմանությամբ Տեր, ինչպես մեզ ստեղծեցիր հաղթելու ու տիրելու Տեր, ինչպես մեզ ստեղծեցիր ամեն բանի իշխելու բացի մարդուց։ Ես աղոթում եմ, որ քո իրական պատկերը հիմա գա ամեն մեկի աչքի առաջ Տեր։ Քո սրբության պատկերը, քո զորության պատկերը, քո հաղթող պատկերը
Հիսուսի փառավոր անունով ու ամեն պատկերացում մեր հանդեպ, ամեն պատկերացում իրար հանդեպ, որը որ այդ պատկերից դուրս է, թող այսօր թլպատվի քո ներկայության մեջ, թող այսօր կտրվի քո ներկայության մեջ։ Ես կանչում եմ քո արյունը, որը որ մաքրում ամեն սխալ պատկերացում Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ես կանչում եմ քո արյունը, որը որ մաքրում է ամեն կարծրատիպ, ամեն բերդ, որ թշնամին կառուցել է իր ստերի հերթականության հիման վրա, թող լինի քանդված Հիսուսի անունով, ամեն բերդ, որ թշնամին կառուցել է։